եւ որ ռեֆորմիզմի քաղաքականության հիմքում անկած են հեղափոխության կանխումը, վատ տրամադրության մեղմացումը, իսկական պայքարի սպանումը։ Այս մեխանիզմը դասական է։ Օրինակ Ռուսական իմպերիա 1905 թվական, երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին, ցարական բացարձակ միապետության պատճառով, որի օրինակն էր դեկտեմբերյան գնդակահարությունը, եւ ժողովուրդը գտնվում էր հեղափոխության լարվածության մեջ։ Նախաշեմին երևում էր փետրվարյան հեղափոխությունը, եւ երբ Մոսկվայի, Պետրագրադի եւ մյուս ինդուստրիալ կենտրոնների աշխատավորությունը ընդվզում էր, ցարական վարչակարգը դիմեց ռեֆորմիզմին, բաց թողնելով հոկտեմբերյան մանիֆեստը, որը հռչակեց Դուման, որ իբրև պետք է տար բարեփոխումներ, իրականում ոչ։ Հեղափոխությունը կասեցվեց, չնայած եւ 2 տարվա ընթացքում։ Սառը պատերազմի տարին էր։ Արևմուտքում սոցիալական պետությունների ձևավորումը, օրինակ արհմիություններին տեղ տալ հասարակատնտեսական ասպարեզում, կատարում էր ոչ թե ժողովրդի հանդեպ սիրուց, այլ սոցիալիստական բլոկի եւ կոմունիստական հեղափոխության ազդեցությունը նվազեցնելու համար։